Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք A1+-ի Postscriptum հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը, շնորհակալություն։ Շնորհակալություն հրավերի համար։ Եվրանեստի մասին դուք բազմաթիվ հարցազրույցներում արդեն հասցրել եք խոսել եւ նույնիսկ ասուլիս եք տվել, այնուամենայնիվ ինձ երկու դետալ է հետաքրքրում այստեղ։ Մեր պատվիրակները, որոնք գնում են, ասենք, Եվրոպայի խորհուրդ եւ այլ կառույցներ, բնականաբար Ադրբեջանի հետ ինչ որ մրցակցության կամ ինչ որ հակասության բան է առաջանում եւ նրանք ասում են, որ այդ կառույցներում շատ մեծ դեր է խաղում կոռուպցիան եւ Ադրբեջանը լայնորեն օգտագործում է այդ հնարավորությունները։ Եվրոնեստը նույնպես այդպիսի կառույց է, թե զերծ է բնում նման դրսևորումներից։ Գիտեք, խավիարային քաղաքականության մասին Եվրոպայում շատ է խոսում եւ Ադրբեջանն էլ շատ ակտիվ ընդգրկված է այդ քաղաքականության մեջ եւ բնականաբար ադրբեջանցիներն էլ փորձում են իրենց ռեսուրսները կիրառել եվրոպական խորհրդարանական բազմակողմ հարթակները Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկման հարթակի վերածելու, ինչը մենք ակտիվորեն խոչընդոտում եւ կասեցնում ենք բոլոր նման նախաձեռնությունները, որովհետեւ մենք միշտ եղել ենք այն դիրքորոշմանը, որ չի կարելի քննարկումներ կազմակերպել այն հարթակներում, որոնք որ լիազորված չեն քննարկել կոնֆլիկտի հետ առնչություն ունեցող հարցեր, եւ երկրորդ այդ քննարկումները երբեք որևէ դրական ազդեցություն չեն կարող ունենալ կոնֆլիկտի կարգավորման խաղաղ կարգավորման ընթացքին եւ միակ մոդելը, միակ մոտեցումը, որը կարող է լինել, դա փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման հանգամանքն է, ինչին մենք դեմ չենք եւ միշտ էլ առաջարկել ենք բոլոր մեր գործընկերներին աշխատել այդ ուղղությամբ։ Ադրբեջանական լոբին, պես ճակերտավոր լոբին, որը շատ հաճախ նաեւ մոտիվացված է տարբեր անընդունելի դրսևորումներով, երբեմն տարբեր առկայություններ ունենում է, բայց մեծ հաշվով հաջողություններ առայժմ չի ունեցել։ Իրենց ուրեմն ռեսուրսը, ինչպես ասում եք, փողն է, ճակերտավոր խավիարը եւ այլն։ Մեր ռեսուրսը ո՞րն է։ Մեր ռեսուրսը քաղաքական գործընկերություն, մեր ռեսուրսը հայտարարված առաջնահերթությունների մեջ անկեղծ եւ հետեւողական աշխատանքը, մեր ռեսուրսը արժեքային համակարգն է եւ նաեւ մեր բազմաթիվ պատվիրակների, ես խոսում եմ պատգամավորական խորհրդարանական հարթակների մասին, մեր խորհրդարանական փորձառությունը, նրանց տվյալ հարթակները շատ լավ ճանաչելու եւ նրանցում արդյունավետ աշխատելու կարողությունները։ Ես վերջերս խոսում էի արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ, հիմա նա պաշտոնաթող դիվանագետ է, բայց այնուամենայնիվ նա ասում է, որ պետք չէ մրցել Ադրբեջանի հետ դեսպանատներ բացելու առումով, այսինքն նրանք փող ունեն, ինչ որ ամեն մի երկրում բացում են դեսպանատներ, պետք չի մրցել, ավելի լավ է մրցել որակի տեսակետից, ոչ թե քաղաքի, համաձայն եք։ Մենք հենց այդպես էլ անում ենք, այո, դա դիվանագիտության, մեր դիվանագիտական աշխատանքի կարևորագույն ուղղություններից մեկն է եւ որակյալ դիվանագետներով մենք հակակշռում ենք Ադրբեջանի, այսպես ասած, ռեսուրսների վրա հիմնված քաղաքականություն, այո, ադրբեջանցիները փորձում են ավելի շատ դիվանագետներ ունենալ, ավելի շատ տեղերում ներկայացված լինել, ավելի, այսպես ասած, ինտենսիվ աշխատանքի ոչ որդեգրել եւ այլն յուրայինների շրջանակ, այսպես ճակերտավոր շրջանակ ստեղծելու։ Բայց մեր պարագայում մենք մեր մոտեցումները հստակ են, մեր մոտեցումները կոնկրետ թիրախավորված են, հետեւողական աշխատանք եւ ես առիթ օգտագործելով պետք է եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ մեր բոլոր այն դիվանագետներին, ովքեր իրոք սահմանափակ ռեսուրսների պարագայում կարողանում են բավականին հավասարակշռած, արդյունավետ եւ նաեւ ելքում, այսպես շոշափելի արդյունքներ ունեցող աշխատանք կատարել։ Ովքեր են Ադրբեջանի բնական դաշնակիցները իրենց այդ գործունեության մեջ, դե հոլանդացու կամ անգլիացու համար մեծ հաշվով միևնույն է Ղարաբաղի հարցը եւ այլն, տեսականորեն համենայն դեպս վրացու համար միևնույն չէ, որովհետեւ տարածքային ամբողջականություն եւ այլն եւ այլն, նրանք կարողանում են օգտագործել այդ ռեսուրսը։ Տարբեր ձևաչափերում, այո, որոշակիորեն պետք է նաեւ հաշվի առնել այն հանգամանքը, որ ոչ թե Ադրբեջանի բնական դաշնակիցներ, այլ Ադրբեջանից կոնկրետ ակնկալիքներ ունեցող պետություններ, ովքեր որ փորձում են ադրբեջանական նավթային, գազային, էներգետիկ կամ այսպես ասած Ադրբեջանի կարգավիճակին
զուգահեռ կամ համընկնող կարգավիճակ ունեցող խնդիրները բարձրացնել զուտ գործընկերն անկալով։ Բայց իհարկե ես չէի ասի, որ այդ գործընկերությունը ուղղվում է Հայաստանի դեմ։ Երբեմն մենք տուժվում ենք ուղղակի կամ անուղղակի եւ պայքարում ենք նաեւ այն միասնական դաշտերի դեմ։ Բայց ավելի խոր ուսումնասիրելով հստակ պետք է ասել, որ Ադրբեջանի հետ գործընկերություն անել չի նշանակում, որ Հայաստանի դեմ լինել կամ Հայաստանի հետ ընդհանուր շահեր չունենալ։ Մենք յուրաքանչյուր տեղում կարողանում ենք գտնել խնդիրներ, որոնցով հակակշռում ենք այդ գործընկերությունը։ Բնականաբար այսօրվա աշխարհին նավթի եւ գազի խնդիրները խիստ հուզում են, էներգետիկ ռեսուրսների հարցը դեռևս չլուծված հարց է, էներգետիկ անվտանգության հարցը չլուծված հարց է, բայց պակաս կարևոր չէ խաղաղության ռեսուրսը, պակաս կարևոր չէ տարածքային եւ տարածաշրջանային ինտեգրացման ռեսուրսները, պակաս կարևոր չեն կոմունիկացիոն խնդիրները, արժեքային համակարգերը եւ այս պարագայում Հայաստանը ուրույն դերակատարությունն է եւ դա բոլորը գնահատում են։ Այդ ձեր կառուցում Եվրանեստում ինչ դեր է խաղում ԵԺԿ-ն, որի հարաբերությունները Հայաստանի հետ կարծես թե լավն են։ Հայաստանի 3 կուսակցություններ հանդիսանում են ԵԺԿ դիտորդ անդամ եւ մեր կուսակցություն առաջինն էր այդ ներկայացրել եւ նաեւ կոնկրետ արևելյան գործընկերության խորհրդանական հարթակում կյանքը եւ փորձը ցույց տվեց, որ այդ քաղաքական ընտանիքը նաեւ շատ ընդհանրություններ ունենալով հանդերձ կարողանում է իր գործընկերության շրջանակներում համապատասխան քաղաքական աջակցություններ ցուցաբերել եւ հավասարակշռել գոյություն ունեցող բոլոր խնդիրները։ Եվ ինչի արդյունքում հենց ԵԺԿ-ի ակտիվ աջակցության արդյունքում մենք կարողացանք բոլոր տեսակի փաստաթղթերից դուրս բերել Ադրբեջանի նախաձեռնությունները, որոնք բնականաբար հակահայկական կոշտ եւ պես թիրախավորված ձևակերպումներ ունեին։ Ես խնդրում եմ մեր հեռուստադիտողների համար ասեք նաև այլ ինչ կուսակցություններ կան բացի ԵԺԿ-ից։ Կա Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների կուսակցությունը, կա սոցիալ-դեմոկրատները, կան լիբերալ դեմոկրատների ալյանսը, կան կանաչների կուսակցությունը։ Մերոնցից ոչ ոք դիտորդ անդամ կան, մեր պատվիրակությունները կան այդ կուսակցությունների մեջ, աշխատում են կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը աշխատում է ակտիվ պահպանողականների հետ, ՀԱԿ-ը ակտիվ աշխատում է լիբերալների դաշինքի հետ, սոցիալ-դեմոկրատների հետ աշխատում է դաշնակցությունը, այսինքն մենք բոլոր խմբակցությունների հետ, որպես Եվրոնեստ խորհրդանական վեհաժողովում հայկական պատվիրակություն ունենք մեր համապատասխան կապեր։ Բայց իհարկե ԵԺԿ-ն ամենածանրակշիռ ներկայացուցիչը։ Այնտեղ դիտորդ անդամ չեն մնացած ձեր գործընկերները։ Դիտորդ անդամի կա, բոլորն էլ դիտորդ անդամի կարգավիճակով են, որովհետև որպեսզի անդամություն լիարժեք լինի, Հայաստանը պետք է Եվրոմիության անդամ։ Հա, բարձ է։ Արևելյան գործընկերություն մենք ձգտում ենք, չենք ձգտում։ Արևելյան գործընկերության մասին, ես չեմ կարծում, որ Հայաստանը դեմոկրատական երկիր է կամ, չգիտեմ, Վրաստանը կամ Մոլդովան, այնուամենայնիվ այդ երկրները տարբերվում են Ադրբեջանից եւ Բելարուսից։ Հիմա դա արդյոք կարող է ռեսուրս լինել, որ եթե դուք բարձրացնեք, չգիտեմ, Ղարաբաղի հարցը, ապա մենք կբարձրացնենք մարդու իրավունքների հարցը։ Այդպիսի առևտուր գնում է, թե չի գնում։ Դրանպես առևտուր միշտ է գնում եւ յուրաքանչյուր իրավիճակում տարբեր խնդիրներ են քննարկվում։ Իհարկե, նաև եվրոպացիներն են շատ հաճախ բարձրացնում, անկախ նրանից մենք դա ցանկանում ենք, թե չենք ցանկանում կամ որևէ այլ երկրի պատվիրակներ այդ հարցը բարձրացնում, թե չէ, Եվրոպարլամենտի տարբեր падգամավորներ միշտ հետաքրքրվում են եւ միշտ Ադրբեջանի ժողովրդավարական գործընթացների, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը ակտիվ քննադատության ներքո է գտնվում։ Իհարկե տարբեր իրավիճակներում ներկայումս Հայաստանի համար արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը դարձել է շատ կարևոր դերակատար գործոն, այսպես ճակերտավոր ասեմ, Հայաստան արևելյան գործընկերության գերազանցիկներից մեկն է համարվում իր ռեֆորմների առումով, իր առաջընթացի առումով եւ նաեւ ասոցիացիան համաձայնագրի եւ դրա ներքո դրա շրջանակներում խոր եւ համապարփակ առևտրի ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շրջանակներում եւ ի նկատի ունենալով Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի արդեն նախապես անցած ճանապարհը մենք աշխատում ենք զերծ մնալ բոլոր այն սխալներից կամ բոլոր այն բացթողներից, որոնք եղան այդ երկրների հետ բանակցությունների շրջանակներում եւ ի պատիվ մեր իշխանությունների պետք է ասեմ, որ շատ նուրբ եւ շատ հստակ
հաշվարկներով հավասարակշռված են բոլոր տեսակի խնդիրները եւ պատահական չէ, որ Եվրոմիության բարձրաստիճան ներկայացուցիչները ժամանակին, երբ որ այսպես փորձում էին ավելի գորշ դիրքերից հանդես գալ այլընտրանքային առաջարկներ ներկայացնելով, այսինքն կամ-կամի խնդիր բարձրացնելով, հասկացան, որ այդ եղանակով Արևելյան գործընկերությունը դատապարտված է եւ զուտ Հայաստանի շահերից բխում է մի շատ կարևոր հանգամանք։ Հայաստանը պետք է ճանապարհ, ձև եւ հնարավորություն գտնի բոլոր ինտեգրացիոն գործընթացներում մասնակից լինելու համար։ Հաշվի առնելով մեր տարածաշրջանում առկա բարդությունները, հաշվի առնելով մեր կոնֆլիկտները, կոմունիկացիոն սահմանափակ հնարավորությունները, փակ սահմանները եւ նաեւ տնտեսական ոչ այդքան նպաստավոր իրավիճակը, որ ստեղծված է մեր տարածաշրջանում։ Այսինքն մեր համար այսօր նաեւ Եվրոմիության բարձրաստիճան պաշտոնները շատ կարևորելով Հայաստանի եվրոմերձեցման քաղաքականությունը, կարևորելով այն հանգամանքը, որ Հայաստանը պատրաստակամ է մինչև Վիլնյուսի գագաթաժողովը նախաստորագրել ասոցիացիան համաձայնագիրը եւ խոր եւ համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծելու մասին համաձայնագիրը, նաեւ իրենք եւս կարծես իրենց կողմից ընդառաջ գնալով փորձում են տարբերակներ գտնել այն առումով, որպեսզի որևէ հակասություններ չսահմանեն կամ չցուցանեն եվրասիական ինտեգրման տարածքում Հայաստանի ակտիվ դերակատարության համար։ Դուք կարող եք կանխատեսում անել այդ պայմանագրերը ձեր նշած կնախաստորագրվեն մինչև Կարծում եմ, որ այո, կնախաստորագրվեն եւ կնախաստորագրվեն այն նպատակով, որոնք չեն սահմանի Հայաստանի հետագա ինտեգրումը եվրասիական միասնական տնտեսական տարածքին։ Ընդհակառակը դրանք կլինեն միմյանց հետ փոխկապակցվող, փոխշահկապվող։ Այդ թեման վերջերս շատ է բարձրացվել մեր քաղաքական գործիչների, մեկնաբանների կողմից երկու պատճառով։ Նախ այն պատճառով, որ բարձրացվել է գազի գինը, Ռուսաստանի կողմից, Գազպրոմի կողմից, բայց պարզա որ Գազպրոմը առանց պետության դա չէր անի, եւ երկրորդը Ռուսաստանը շարունակում է ինտենսիվորեն զենք վաճառել Ադրբեջանին։ Այդ երկու փաստավերցներով վերոհիշյալ մեկնաբանները եւ քաղաքական գործիչները ասում են, որ Ռուսաստանը մեզ պատժում է մեր եվրոինտեգրման ձգտումների համար։ Համաձայն եք, թե համաձայն չեք։ Համաձայն չեմ, որովհետև քաղաքականությունը պետք է նայել ոչ թե էմոցիաներով, այլ բաց աչքերով գործընկերության փոխադարձ շահերի վրա կառուցված ձևակերպումներով։ Հայ-ռուսական համագործակցությունը երկարատև ռազմավարական եւ հստակ անվեկանելի որևէ այլ առումներով այլ անփոխարինելի համագործակցություն է տարածաշրջանում կախված փոխադարձ շահերով։ Հստակ են Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում, հստակ է Հայաստանի դիրքորոշումը, հստակ է հայ-ռուսական համագործակցությունը տնտեսական, հումանիտար, քաղաքական, էներգետիկ եւ ռազմաքաղաքական հատկապես բնագավառներում։ Այստեղ 2-3 տեսակետներ կամ կարծիքներ լինել չեն կարող։ Հայաստանին որևէ մեկը չի պատժել եւ պատժելու որևէ գործիք չունի։ Սրանք հստակ, այսպես ասած, բիզնես կամ ազատ շուկային, տնտեսական շուկային վերաբերող խնդիրներ։ Բնականաբար գազի գինը բարձրացնելով Հայաստանի հոգսերը կամ սոցիալական խնդիրներն ավելանում են։ Բայց նաեւ Հայաստանի որպես անկախ պետություն մեր խնդիրն է, մեր սոցիալական խնդիրները լուծել։ Մենք այդ հարցում չպետք է նեղանանք ոչ Մոսկվայից, ոչ Վաշինգտոնից, ոչ էլ Բրյուսելից կամ որևէ այլ պաշտոնական շրջանակներից։ Զենքի վաճառքը Հարավային Կովկասում մենք մեր ռազմատեխնիկական համագործակցության մասին շատ ակտիվ ենք խոսում Ռուսաստանի հետ եւ վստահ ենք, որ Հայաստանը հապկի շրջանակներում եւ նաեւ հայ-ռուսական համագործակցության շրջանակներում հստակ կարողանալու է իր անվտանգությունն ապահովել, այնպես ինչպես ապահովել է եւ առաջիկայում էլ այդ առումով խնդիր չկա։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի զենք վաճառը, դա առաջին տարին չէ, դա բոլոր ժամանակահատվածներում եղել է, ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ Ուկրաինան, Բելոռուսը, մեր զորավարքի երկրները, այսինքն մենք իգնորում պետություն ենք եւ մեր սուվերենիտետը թույլ չի տալիս, որպեսզի մենք այս կամ այն հարցում նեղանանք այս կամ այն գործընկեր պետություններից, որովհետև մենք ինքներս էլ ունենք շահեր եւ շատ հաճախ մենք ոչ թե շատ հաճախ, այլ որպես կանոն բոլոր դեպքերում մենք առաջնորդվում ենք մեր պետական շահերով, մեր ազգային շահերով եւ որևէ մեկն էլ պետք չի որ նեղանա մեր մոտեցումներից, մեր
մոդելներից։ Իսկ դրանից իհարկե նորից անդրադառնալով գազի գնին, մեր խնդիրներն ավելանում են եւ այսօր կառավարությունը հատկապես սոցիալապես անապահով խավի համար ձեռնարկել է բոլոր այն միջոցները, որպեսզի այդ բարձրացումը չազդի սոցիալապես անապահով խավի ծախսերի վրա։ Այդ իրադարձությունների շարքում դիտվում է նաև այն, որ նախագահը չի գնացել Բիշկեք, ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին, չգիտեմ դուք իրավասու եք պատասխանել այդ հարցից, ինչու չի գնացել։ Ես կարող եմ իմ անձնական ենթադրություններն անել, այնուամենայնիվ դրանից առաջ եղել է հիմնական միջոցառում եւ Հայաստանը միշտ ակտիվորեն մասնակցել է ՀԱՊԿ-ի բոլոր միջոցառումները Հայաստանի համար կարեւոր են եղել։ Եվ եթե այսինքն դա համընկել է Հայաստանի համար շատ կարևոր իրադարձության, ազգային տոնի հետ եւ բնականաբար երկրի նախագահը պետք է լիներ երկրում նշելու մեր առաջին հանրապետության 95-ամյա տարելիցը։ Այսինքն այստեղ շատ պարզ է գնահատել եւ հասկանալ, թե ինչու նախնդիրը։ Կան մեր մոտ քաղաքական ուժեր եւ դարձյալ հրապարակախոսներ մեկնաբանել, ովքեր կարելի ասել հարցակում են գործում եվրոպական արժեհամակարգի հետ, ասելով, որ մեր ձգտումը դեպի Եվրոպա դա ձգտում է դեպի աղանդավորություն եւ միասեռականություն։ Եվ մենք, մարդիկ, ովքեր համաձայն չեն այդ մեկնաբանությունների հետ, կարծես թե լուսավորչական բավարար աշխատանք չենք վարում մեր բնակչության հետ, համաձայն եք թե չէ։ Ես իհարկե միանշանակ գտնում եմ այն կարծիքին, որ Եվրոպայում էլ կան բավականին անընդունելի մեր ինքնությանը եւ մեր այսպես ասած պատկերացումներին ոչ հարիր, մեր կենցաղին ոչ հարիր դրսևորումներ, ու պարտադիր չէ որ մենք ընդունենք կամ ասենք որ մեր արժեքային համակարգը նրանք պարտադրում են մեզ։ Նրանք պարտադրում են իրավական, ոչ թե պարտադրում են, նրանք առաջարկում են իրավական դաշտի համապատասխանեցնում, հաշվի առնելով մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների միասնական մոտեցումները։ Նրանք բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մեր հասարակության առաջ բացենք բոլոր դռները եւ սկսենք քարոզել այն, ինչ որ մեր համար անընդունելի։ Անձամբ ես որևէ կերպ չեմ ընդունում չընդունելով բոլոր տեսակի խտրականությունները, գտնելով, որ խտրականությունները չպետք է լինեն մարդու իրավունքների դաշտում, այնուամենայնիվ արժեքային համակարգում ես չեմ ընդունում բոլոր այն երևույթները, որոնք դեմ են մեր ինքնությանը, որոնք դեմ են մեր հոգեկերտվածքին, մեր մենտալ առանձնահատկություններին։ Դրա համար մենք պետք է կարողանանք կառուցել այնպիսի քաղաքացիական հասարակություն, որը թույլ չտա նման երևույթների մուտքը Հայաստան դեպի հասարակություն։ Ցեք Ֆրանսիան պայքարում է որոշ անընդունելի երևույթների դեմ, եվրոպական հին Եվրոպայի ժողովրդավարության ակունք հանդիսացող եվրոպական շատ պետություններ պայքարում են տարբեր արժեքների դեմ, բայց մյուս կողմից կա նաև այն միասնական մոտեցումը, որ խտրականությունները պետք է սահմանափակվեն։ Ես կարծում եմ, մենք մեր քաղաքացիական ինստիտուտները պետք է պետության աջակցությամբ, քաղաքական համակարգի աջակցությամբ, կուսակցական համակարգի աջակցությամբ ամեն ինչ անենք, որպեսզի տրված հնարավորությունները զուտ պրակտիկ դաշտում որևէ կիրառական կամ որևէ, այսպես ասած, սացիլ անգամ չունեն։ Այսինքն դուք որպես падգամավոր հավանաբար կողմ եք քվեարկելու այն օրինագծերին, որոնք պաշտպանում են փոքրամասնությունների ոչ միայն սեռական, այլ ազգային, չգիտեմ, կրոնական փոքրամասնությունների իրավունքները։ Արդյոք դուք պատրաստ եք բացատրել հասարակությանը, որ պաշտպանել փոքրամասնություններին, պայքարել խտրականության դեմ չի նշանակում պրոպագանդել մեզ համար անընդունելի բաներ։ Ինչ որ վերաբերում է ազգային փոքրամասնություններ, քաղաքական փոքրամասնություններ եւ այլն, բնականաբար այստեղ որևէ խնդիր չկա եւ մենք պարտավոր ենք պաշտպանել բոլոր տեսակի իրավունքները։ Այլ տեսակի փոքրամասնությունների խնդիրներում բնականաբար յուրաքանչյուր падգամավոր իր խղճի, իր մտքի, իր պատկերացումների շրջանակում պետք է կարողանա որոշում կայացնել։ Առանց քվեարկությունների ես ինքս իմ շփումներում միշտ կարոզում եմ այն, որ մենք ավանդապահ հասարակություն ենք, մենք իրավունք չունենք հեռանալու այն արժեքներից, որը կարոզում է մեր եկեղեցին, որը կարոզում է մեր ավանդույթները եւ մեր ավանդական հայ ընտանիքը։ Այսինքն պարտադիր չի որ օրենքի ինչ որ խնդիր առաջանա կամ ստանձնած պարտավորության վավերացում առաջանա, որ մենք հետո մտածենք քարոզչության մասին։ Չի սովետական միության ժամանակ մենք անում ենք, չէ՞, մեր
արմատների պահպանության, մեր ազգային պահպանելու քարոզչությունը, մեր էությունը, մեր տեսակը պահպանելու քարոզչությունը։ Բոլորովին պարտադիր չի, որ ինչ-որ հարց առաջանան, որ մենք սկսենք դրա մասին հիշել եւ պահպանել։ Այսինքն յուրաքանչյուր այստեղ շատ կարևոր դերակատարություն պետք է ունենա նաեւ զանգվածային լրատվամիջոցները։ Շատ հաճախ բացասական քննադատությունները ավելի բացասական էֆեկտ են տալիս, քան զուտ ճիշտ դիտարկումներն ու ճիշտ մոտեցումները։ Եվ մենք պետք է կարողանանք նորից գրում մեր քաղաքացիական հասարակությունը պատրաստ պահել բոլոր տեսակի փորձություններ, սպառնալիքներ եւ միայն դրանով չի, այսպես ասած, սկսվում եւ ավարտում ժամանակակից աշխարհի մարտահրավերները, շատ ավելին են եւ միայն կազմակերպված ազգպետություններին է հաջողվելու հետագայում այս գլոբալ աշխարհակարգում իրենց տեղն ու դերը չկորցնել։ Վերջին հարցը, որը էլի այդ թեմայով է, ես չգիտեմ այսօր ներկա եք եղել ազգային ժողովում, այնտեղ Արմեն Աշոտյանը եւ մյուս կողմից Հրանտ Բագրատյանը բանավիճում են հետեւյալ հարցով։ Խոսքը դպրոցներում կրոնի դասավանդման վերաբերյալ մեր մոտ անջատված է պետությունը կրոնից, թե անջատված չէ։ Մենք իրավունք ունենք կրոն դասավանդել, դպրոցին պարտադրել մեր առաքելական եկեղեցու կրոնը բոլորին, թե չէ։ Ձեր տեսակետը։ Խոսքը կրոնի մասին է, թե կրոնի պատմության մասին։ Դե, հա, կրոնի պատմության մասին։ Կրոնի պատմությունը դա մեր ժողովրդի պատմության անբեկանելի, անբաժանելի հատվածն է։ Եվ ես դեմ չեմ, որ մեր դպրոցում դասավանդվի կրոնի պատմություն։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Իմ զրուցակիցն էր Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը, մենք կհանդիպենք վաղը, տեսություն։